Բարերիկոս ելի ֆուտբոլասերներ, ԱՖԼ-ի YouTube-յան ալիքում սկսում ենք ԱՖԼ-ի երկրորդ դիվիզիոնի հերթական տուրի հանդիպումը, այսօր միմյանց հետ կմրցեն Լիոնի եւ Արցախի թիմերը, տեսնում եք թիմերը դուրս են եկել արդեն խաղադաշտ։ Արագորեն ներկայացնում եմ մրցաշարի աղյուսակը, Արցախը երրորդ հորիզոնականում է եւ կարող է լրջորեն պայքարել առաջի երկու տեղերի համար ու այսօր հաղթանակի դեպքում խառնի թե Պալերմոյի թե Բենֆիկայի խաղակրտերը, իսկ արդեն Լիոնի դեպքում այնքան էլ լավ չեն ընթանում մրցաշարային գործերը, թիմը 13-րդ հորիզոնականում է եւ արդեն խաղում է հեղինակության համար ու ամեն վաստակած միավոր թիմի համար կարևոր է։ Նաեւ արագորեն ներկայացնեմ թիմերի մրցող կազմերը, այնուհետեւ անցնենք հանդիպմանը։ Արցախի թիմը հետևել կազմել դուրս բերել խաղադաշտ, դարպասին Մաղաքյանն է համար 16, երկու պաշտպաններ, Խաչիկյան եւ Վարդանյան համապատասխանաբար համար 10 եւ 18։ Կիսապաշտպանությունը այսօր Արցախի հագեցած է 4 ֆուտբոլիստներ, եզրերում խաղան Ձախից Հարությունյանը համար 7 եւ Անտոնյանը համար 11, իսկ կենտրոնում կգործի Բարսեղյանը համար 22 եւ Գևորգյանը համար 77։ Հերվից հարվածի փորձ շեղեր Վարսեղյանի հարվածը, իսկ առաջ քաշված արձակողների Արցախի այսօր Սահակյանն է 5 համարի Մարզահակուստով։ Լիոնը հետևյալ կազմը դուրս բերել խաղադաշտ, դարպասին Ղազարյանն է, 3 պաշտպաններ, եզրերում Ադամյան եւ Սեթրակյան, իսկ կենտրոնում կգործի Եգորյանը։ Կիսապաշտպանության եզրերում խաղան Հարությունյանն ու Սեթրակյանը, իսկ ենթահարձակվողի դիրքում Հակոբյանը, առաջ քաշված արձակվողն էլ Ռաֆայել Աբրահամյանն է։ Հանդիպումը այսօր ձեզ համար կսպասարկի մրցավար Դիմա Ավետիսյանը, իսկ խաղն էլ ձեզ համար կմեկնաբանի Գևորգ Մկրտչյանը։ Այսքանը պաշտոնական մասի վերաբերյալ, հիմա կարող ենք վերջնականապես կենտրոնանալ խաղին, տեսեք ևս մեկ հարվածի փորձ Բարսեղյանի կողմից, երկրորդ հարվածն է արդեն միջին տարածությունից կատարում Բարսեղյանը, անկյունայինի հնարավորություն են ստացել Արցախի ֆուտբոլիստները բարձրից, բայց Սահակյանի հարվածը շեղ է ստացվում, հարված կլինի Լիոնի պաշտպանած դարպասից։ Ուժեղ հարված առաջ, բայց այստեղ պաշտպանները դրության տերն են։ Գևորգյան պայքարում է, Գևորգյանը գնդակի համար, սակայն փոխանցումը դեպի ձախ եզր չստացվեց, հիմա հակագրոյի փորձ Լիոնի կատարմամբ, ձախ աչեզրում գնդակով էր Կոստանյանը, կորցրեց այն, բայց հակագրոյել չի ստացվի, Բարսեղյան դեպի ձախ Հարությունյան, կրկին Բարսեղյանի հետ է խաղում, Բարսեղյանը արդեն ավելի հետ, դեպի Վարդանյանը։ Լավ է դիրքավորում է Լիոնի ֆուտբոլիստները պաշտպանությունը։ Առաջ խաղում է տարբերակներ չեն գտնում Արցախի ֆուտբոլիստները։ Բարձրից դեպի Սահակյանը, կարող էր հիմա վտանգավոր լինել սակայն, վտանգավոր պահը, անցանում է գնդակին չհասավ, Արցախի արձակվողը, կրկին աչեզրով գրեի փորձ Լիոնի ֆուտբոլիստների կատարման, ձախ ուղղում է և Գևորգյանն էր փորձում, հակագրով կազմակերպել, սակայն գնդակը հերթական անկյունային Արցախի ֆուտբոլիստների կատարման 3-4 ֆուտբոլիստներ տուգանայինում են, Սահակյանը կրկին հաղթում է օդային մենամարտը, բայց բարձր է ստացվում Գևորգյանի հարվածը, առաջին րոպեներին Արցախը զգալի թե խաղային թե գնդակին գրելու տեսանկյունից առավելություն ունի, առայժմ ոչինչով չեն կարողանում աչքի ընկնել Լիոնի ֆուտբոլիստները։ Հիմա գուցե ինչ-որ բան ստացվի, փոխանցում, տանկավոր կարող է լինել, բայց կարծես թե սայ թակեց։ Սեթրակյանը, այո, չվարկին է, Անդոնյան, աչ եզրում Անդոնյան,
Վարսեղանի հետ խաղում Անտոնյանը, Վարսեղանը կենտրոնով կորցի գերով կազմակերպել է Զախեզրում Ազատ Հարությունյանը, բայց կորցեց կենտրոնով գրոյին կալ զարգացում Սահակյան Զախեզրում ընդունել է գնդակը Սահակյանը, փակում են փոխանցման ճանապարհը և Սահակյանից էլ գնդակը լքում է դաշտի սահմաններն ու հարված կլինի Միլիամի պաշտպանած դարպասից Սար փոխանցում դարպասապայի կողմից ու հիմա կարող է վտանգավոր լինել արված, բայց փրկում է դրությունը Աբրահամյանը ստիպված հայտնվել է դարպասին, Անտոնյան դեպի հետ Անտոնյան դեպի հետ, Վարդանյանը հետ խաղում Անտոնյանը Իդայան ներկայքարում ուղղակի համար, սակայն Վարդանյանը փոխանցեց է դեպի դարպասապա, հիմա Հարկում են պաշտպանությունում գնդակ Արցախի ֆուտբոլիստները, հիմա Վարդանյանը նետվում է առաջ դեպի Սահակյանը, Սահակյան պահպանում է գնդակ ամեն դեպքում Թիմի համար, Գևորգյան դեպի աջ Վարդանյանի հետ է խաղում Վարդանյանը Գործում է գնդակ ու հիմա կարող է շատ վտանգավոր լինել Եգորյանն է ստանում գնդակը Զախեզրում կհասնի գնդակը Եգորյանը Եվ կարողացավ լավապանել թիմի մոտ, եզրից կնետի հենց Եգորյանը Կենտրոն Ադամյանի հետ է խաղում, Ադամյան միթե սա արվածի փորձ էր Շկան արադար ցույց է տալիս Սաղերը և հիմա Սետրակյանը խոսակցությունների համար ստանում է դերին կարտ, առաջին դերին կարտը Կաղի Դակը Մահաչյանը կմացում է խաղի մեջ, չունին գոլար բաց ունենք առաջին դևինը Սենքիները մեզ նաև գոլերով այսօր ուրախացնեն, պատ խաղարկում է հիմա ստացվեց Արցախի ֆուտբոլիստների մոտ Տշի այդ ենք ապրենք Արա գնում ենք տշի մի սպասի էսքան Արտանյան վարչից դեպի առաջնագծում հանգրվանած Հարությունյանը, բայց Հարությունյանը չի կարողանում բասացնել գնդակում Այսքան նոր վտանգավոր կա անցյալումը Նետումը վատը չէր, հիմա սխալվում են Արցախի պաշտպանները, կարող է վտանգավոր լինել Սետրակյան հարված, բայց շատ թույլ էր հարվածը հիմա Մաքյանը Որսեց անգամ գնդակ, Ալտանյան դեպի հետ Մեկը կաշկարոպում Վարսեղանի հետ Առաջ է շարվում Վարսեղանը Մաքյան Խարչունին գելոհին, նգրկին Գևորգյան Մաճոճում են Լեոնի պաշտպանությունը, ձախից աջ, աչից ձախ Փորձում Ազատ տարածություններ գտնել, արվածի ճանապարհ գտնել, այդպիսի արվածներից մեկը, բայց Վարսեղյանի երրորդ փորձը չի պսակվում ևս հաջողությամբ Բայց երկ եթե շարունակեն այսքան թույլ տալ Վարսեղյանին հարվածել վերջը Գնդակը հայտնվի Լեոնի դարպասը
տեսնենք ինչ կստացի ձախեզրում, պահպանում է գնդականի ձախը։ Հաց։ Ստիպը վերանք նատի եզրից։ Կնկոման են դյանի ֆուտբոլիստները գնդակով, Հակոբյանը խաղում է Սետրակյանի հետ ձախեզրում։ Դեպի կենտրոն, սակայն այստեղ միայն Արցախի պաշտպաններն են։ Ավելին արագակագրող Գևորգյան, կարելի է գրավել դորպասը հիմա սանտիմետրերի շեղությամբ չի հայտնվում գնդակը ցանցում ու կարող էր Գևորգյանը հիմա բացել խաղի հաշիվը։ Սետրակյանը, գնդակը Սետրակյանը, բայց երեք մրցակիցների շրջափակման մեջ էր Լյոնի 10 համարը ու դժվար է նման դրությունից պատվով դուրս գալ, եթե դու ենթադրենք մեզ ինչ ես։ Աչիկյան խլում է Եգորյանը գնդակը, պաշտպանությունում փորձեցին գնդակը, կստացվի արագ անկագրով, ասուլում է մրցավերը արդում կար Խաչիկյանի գործողություններում Երեք ֆուտբոլիստ են Լյոնի ուղանայինի մատուցներում էին հարվածը երկե դիպուկ էր սակայն ուղի դարպասապայի վրա հեռացրեց գնդակը հիմա կարող է վտանգավոր լինել փոխանցում դեպի կենտրոն, բայց Արցախի ֆուտբոլիստները երազանցում էին քանակական առավելությամբ Լյոնի ֆուտբոլիստներին գնդակը լավ Լյոնի ֆուտբոլիստի ձեռքը Բարսեղան փորձում արավ շարժել Բարսեղան դեպի աջ Անտոնյան, բայց Անտոնյանին փոխանցում անհաջողելու գնդակով կլինեն Լյոնի ֆուտբոլիստները Սետրակյանն է նահանջելում նա, բայց կործրեց գնդակը, Սահակյան, ստացվում Սահակյանի մոտ շրջանցել է Ադամանին, բայց գնդակի կոմն է Արցախի մոտ Ուժայի մոտում արագորեն խաղարկված է, բայց այս հարվածը շատ անհաջող է ու Բարսեղյանի հերթական փորձը անհաջողության է մատնվում Նավաց Ռաֆայել Աբրահամյանը պաշտպանեց դարպասից Փորձում են Լյոնի ֆուտբոլիստները գնդակը նորից կարողանում են խլել, սակայն արդեն են այստեղ խախտեց կանոնները Եգորյանի նկատմամբ ու ստանդարտի հնարավորություն Սետրակյանը իրապետում է հարվածների հիմա քիչ առաջ դա նա ցույց տվեց եւ ևս մեկ շանս կստանա ուղանայինից խոցելու Մահոքյանի դարպասը տեսնենք Հաց այս անգամ Արտեստը փոխանցում էր կատարում, բայց կրկին անհաջող Ամենան Լյոնի ֆուտբոլիստները գնդակով Հակոբյան, դեպի աջ Հասնում է գնդակը
Պաշտպանյանին բայց Ախոնցում անասցեր ու կրկին Արցախի ֆուտբոլիստները Տանգավոր հակագրով են կազմակերպել, սակայն գծեցին տեմպը ու Լիոնի ֆուտբոլիստները հասցրեցին Տեղավորվել պաշտպանությունում Հակոբյանի հիմա Շկանում խլեր գնդակը այս արվածը Բարսեղանի ևս Շեղ է ստացվում Այսպորջովներ պատվացում արդեն 6 հարված եթե ճիշտ կարողացա հաշվել Բարսեղանի կատարմամբ Անտոնյան աչեզրում ծունել է Անտոնյանը գնդակը Բարսեղանի հետ է խաղում Խխում են գրոյի եզերը դեպի ձախ Վարդանյան Աչեզրում Անտոնյանը բացվել է, բայց փոխանցում է Ուժ եղել էր գնդակը դիմային գծից Անցավ այնպես վհարված Աբրահիմյանի պաշտպանած դարպասից Գնդակ Եգորյանը, փոխանցում դեպի ձախ, բայց վերահսկում էր Մահակյանը գնդակի ընթացքը ու թողեց, որ անհատի դաշտի սահմանները Ուժախարված առաջ Հարաստում է դիամը պաշտպանները, հիմա թե Հովանես Եթրակյանը կասեցներ գնդակը գուցե հակագրով էր ստացվեր, առաջին գնդակին Դրոպ են ընթանում, չունենք դեռևս գոլեր Մադեմյանը սակայն սխալվեց փոխանցում կատարելիս ու հակագրով Արցախի կատարման Բարսեղյան ևս մեկ հարված կրկին շեղը Բարսեղյանի հարվածը Գևորգյանի հետ է խաղում Բարսեղյանը, շրջանցում է Հակոբյանին, կննքով փոխանցում դեպի Բարսեղյանը, հարված այս անգամ դիպուկ էր, բայց Ռաֆայել Աբրահամյանը կարողանում է փրկել Լիոնին վերահաս գոլից Չավարտվել Արցախի գրոհը, եզրից շարունակեն Արցախի տողանները կարծես թե հեռու է նետելու Հարությունյանը, Մարտաշատ է տողանային, կա եզրային նետումը, բայց Հակոբյանն առաջինն է գնդակի մոտ, Գևորգյան շեղեր Շեղեր Գևորգյանի հարվածը ևս և ուժի մեջ են Եգորյան Գնդակը Գևորգյան դեպի ձախ և Կարողացավ Ընդունել Սեպական գիսադաշտում հիմա Կրկին սխալվում են Լիոնի ֆուտբոլիստները Գևորգյան չգտավ հարվածի ճանապարհ Գևորգյանը Անտոնյան Սեղանի հետ է խաղում հիմա վատը չէր մտահացնում բայց Չինինգարյանը այլ ուղղությամբ էր շարժվում Վերջերս գնդակը
է իջեցնել գնդակը, կհասնի արդյոք Աբրահամյանը գնդակին ոչ։ Հարությունյանը կնետի եզրեց։ Սուլան մրցավարը կար խախտում հիմա։ Աբրահամյանի կողմից։ Ինչպես կխաղարկեն ստանդարտ Արցախի ֆուտբոլիստները։ Կասուլիչը արված էր սա, բայց Հուլիև շեղ Շակյան, զախեզրավ Зачем оно? Ոսի Սեփչակյանը թիմի գրով սկսել, բայցավ աշխատում Վարդանյանը պաշտպանությունում մոտիվացնի շատ բաց տվեց գնդակը, բայց ասավ գնդակին այնուհետ ստիպեց Սարգսյանը խախտել կանոնները գնդակով շարունակել մնալ Արցախի ֆուտբոլիստները Այստեղից դժվար թե արված տեսնենք Դեպի Բարսեղյանը հիմա Ակրոբատիկ արվածի փորձ, բայց ոչ մի կերպ Բարսեղյանի հավաստան հարազը պատակին չեն աստում Մարագոնը սկսեցին Լիոնի ֆուտբոլիստները լավ էր նկատել Զախեզրում Սեթրակյանը ազատ էր, բայց Բոկը դուրս եկավ Եզրից Գևորգյան Արդեն է տաշան Գևորգյանը Ստանի պատասխան փոխանցումը դեպի աջ Անտոնյան Ուրանցում հարագության աշխվին Անտոնյանը մուսակցին Շկոմտածի, ավելի աջ Ութեությունը Շիլինգարյանի կատարման կարող է շատ կանգավոր Եկին դեպի ձախ, չի ասնում որս ետխակյանը գնդակին Անտոնյանը Կավն էր փոխանցումը, վտանգավոր կարող է լինել Ոչ կրկին դարպասապարդերության տերն է Խաղում սապակականային իմատիստները հիմա Արցախի ֆուտբոլիստները խաղարկում են նույնիսկ գնդակը Ձախ Վարդանյան Գևորգյան լավն էր Գևորգյանի գործողությունը սակայն Աբրահամյանը վրա ասավ և ապավրագրեց Գևորգյան Հեռացեց Ռաֆայել Աբրահամյանի մոտագնդակը Զեխարված առաջ Պայքարի Սեթրակյանը գնդակի համար, բայց Սեփարագործում հեռացնում եզրից Իսկային նետը մակել են իմատուստին մոտ Նախշին վարկեններն են հանդիպան, երեկ է թուրք կտա Լեոնին ավարտ էլ ես գրա, սավարը բացրից, բայց
աստված գտակով վերջապես իջալի բան հորիզոնական դարպասաձը բայց ամբողջ բարա ժողովուրդը Արցախի համար Դարան նետամայազրից Հարացնում են լյանի ֆուտբոլիստները գնդակ և ես սուր էր կարծում եմ Հասկանում առաջի խաղակեսը ավարտված է հնչում Ավետիսյանի սուրիչը կանանդեպ Քիչանց Վերադառնում ենք հարգելի ֆուտբոլասերներ հաֆել է YouTube-յան ալիքում մեկնարկում է Լիոն Արցախ հանդիպան երկրորդ խաղակեսը Քիչանց մրցավարը գազդարի երկրորդ խաղակեսի մեկնարկը ինչը ազդարարված է և Արցախի ֆուտբոլիստները կլինեն գնդակով Առաջին խաղակեսից հետո Արցախի թիմը բավական մեծ առավելություն ունի, սակայն դեռևս պահերը գոլի չեն կարողանում վերածել Արցախի ֆուտբոլիստները Gevorkyan Սուր փոխանցումն է սակայն Սա հասած դրոջը Եկող կլինեն Լիոնի ֆուտբոլիստները Վերևս ինչպես ավարտվել է առաջին խաղակեսը այնպես են շարունակում երկրորդ է Լիոնի ֆուտբոլիստները չունեն առաջին վտանգավոր պահ իսկ Արցախի թիմը գրովում է սակայն չի կարողանում հասնել արդյունքի Եգորյան գուցե իմ ինչ-որ բան ստացվի Լիոնի մոտ հենց ետրակել է փորձում է գնդակով ճիշտ է կնետի հենց Լիոնը եզրից բայց Գավոր պահ այլևս անցալում է, եզրից նետում, Հաչիկյան նետիրում գնդակին, Բարսեղյան Եորքյանը շայզ դիրքը, Արտումյան Արտումյան դիտախաղում Ձերնում ենք ավարտի Եգորյանի Արցախի պաշտպանները ավելին ոչ ոք նրանց պրեսինգի չի ենթարկում ու հանգիստ նրանք պաշտպանություն խաղարկում են գնդակը Համսին ձախեզը Հաչիկյան Սեղանի հետագծով ընթացավ բայց Գնդակով Սավ դիրքային պայքարում այնպես անալու Աբրահամյան ես գնդակից Գևորքյան հաստում է Գևորքյանը աչեզրում
Այո, Սետրակյանը ու եզրից։ Արցախի դիմը գնդակով։ Բայց չդի գնդակի Գևորգյանին, հիմա Սետրակյանը արագացում է կատարում։ Կորքարի երկրորդ հարկում հիմա Խաչիկյանի հետ, բայց Արտված է Ակյանի պաշտպանած դարպասից Դիկն էլ է պետք արված է գնդակը Իսկաց դիրքում չէ Վարսովյան Ծունյան, գնդակը Վերանա գնդակի մոտ, տեսնենք Ազատ տարածություն Խաչիկյան Այս Խաչիկյանը կրկին հետ է խաղում ամեն ինչ կսկսվի նորից Սահակյան Շնանը դեպի աջ Անտոնյան Արթանյան դեպի Սահակյանը կարելի է հարվածել բայց բարձր Սահակյանի հարվածը Եթե 7 շոպ անցավ երկրորդ խաղակեսից դեռևս Իները չեն հասել հաջողության Փոխում է հիմա գրոյի եզրը Ադամյան Շնչունի գնդակը Կրկին Վարդանյանը Բավական հաջող է գործը պաշտպանությունում Չոխանցում աչ եզր Չկար ձերքով խատուսի տալի մրցավերը Գևորգյան Սահակյանը ավելի շատ խանգարեց դիմակցին Անտոնյան Ձախ կրկին հետ դեպի Վարդանյանը Ինչ-որ սա դժվարանում եմ ասել և իթե հարվածի փորձ Գորյանը չնում է գնդակը Գորյանը Հակոպյան Կրկին Եգորյան ձախեզրում Հակում են Հարվածի ճանապարհը Լեոնի 4 համարի ու Եզրից կրկին Լեոնի ֆուտբոլիստները Կլինեն գնդակով Եվս մեկ հարվածի փորձ Եգորյանի կատարմամբ կրկին Հակում են հարվածը Սահակյան այս անգամ Գնդակի դիմաց կայանայից Սետրակյան, Եգորյան Սետրակյան անցնում է գնդակը խաղում Ադամյանի հետ Ադամյանի հարվածը երկրորդ փորձից Սահակյանը տիրում է գնդակին Երկովն է տնարար, Սահակյան Արսեղանի ուղությամբ, Ադամյանը Փորձնում է դիրքը ու հիմա կարող էր Հարությունյանը
Բացել խաղի հաշիվը, բայց չի ստացվում ռեալիզացնել դեռևս Արցախի մոտ պահերը։ Աբրաման դեպի այջ Հաչիկյան։ Մոստում է 2-10 ամանների մենապայքարը։ Անդակով կլինեն Լիոնի ֆուտբոլիստները ցույց է տալիս Ավետիսյանը։ Ադամյան Սետրակյան ուղղությամբ Հաչիկյանը պաշտպանվում, չկա խախտում Չկա Սոլիջը հետևը, որ պետք է շարունակել խաղը Գևորգյան դեպի աջ Սահակյանի հետ է խաղում Սահակյանը Չկարացավ մեկապումով շարունակել Եզից նետում Բարսեղյան Գևորգյան Վարդանյան Բարսեղյանի առաջկացությունը նկատեց Վարդանյանը հիմա դարպասապա բրունսկներով հեռացնում է գնդակը Եզից կնետեն Արցախի ֆուտբոլիստները Գևորգյան Փոխանցումը դեպի Բարսեղյանը ստանում է պատասխան փոխանցում չկա հարվածի պահ Ադամյանը պարզապես գնդակ անկյունային է Հեռացնում, հերթական անկյունային Արցախի կատարման, Փարությունյանը կիրացնի Կա Բարսից փոխանցում, Ախտում Հակոբյանը Եկորդ արկում, Բարսեղյանը Չկարացավ հարվածել, կրկին հայտում է գնդակը Գևորգյանի մոտ Այս այստեղ էլ Աբրահամանն է Այստեղ խաղում Սետրակյան, կլինի արդյոք արակակագրով Աբրահամյանը միացել է աչի, ձախից նաև կա Եվս մեկ խաղանքեր, բայց Որցնում եմ գնդակը, չոր ֆուտբոլիստներ Լիոնի կտրվական Երովից, Վարդանյան Հակոբյան, Սետրակյան, Սետրակյանը շրջանցեց Խաչիկյանին, հարվածը փակեցին, բայց գնդակով կոկին Սետրակյանն է Հերովից է Սետրակյանը հարվածում, ավստա է խաղալքյանը, բայց չթող որպեսի գնդակ է դուրս գալ Կոշտի սամաններից, բայց չկարացավ նաև պամպանել թիմի մոտ Էգորյանը Գնդակ գայնոտը վարագորն փորձրեց, կրկին խլեց, խաղեց Էգորյանի նկատմամբ Կանոնները 38-րդ րոպեն ընթացքի մեջ 12 րոպե խաղավարտի մեզ մոտ Հարությունյան Փոխանցումը Ադամյան դեպի Սետրակյանը փակեց Խաչիկյանի փոխանցման ճանապարհը հիմար Հեռացնում է, բայց Սահակյանը դժվար թե հասնում գնդակին այստեղ Սետրակյանը լավ դիրքուներ ու արված Ռաֆայել Աբրահամյանը Սահակյան Բարսեղյան առաջ թողեց Բարսեղյանի գնդակը Սահակյանը մնում է Արցախի մոտ ստանում է ոսվի փորձը փոխանցում Բարսեղյանը դեպի Գևորգյանը խաղաց բայց կրկին փակեցին Հարությունյան Բարսեղյան Եվս մեկ անհաջող հարված Բարսեղյանի կատարմամբ Ոզմոնտիվ հարվածները կատարել այսօր Բարսեղյանը Արցախի 22 համարին, հիմա Էգորյանն է լավ դիրքում, ինչու չառաջանալ
Համացեց հեռու տարածությունից և մաքենայց գնդակը վարդ է բացթողներ Բայց Արցախի մոտել ոչինչ չստացվեց ու հիմա կրկին գնդակը Լիոնի ֆուտբոլիստների մոտ է Նշանակել մրցավարն այս դրվագը ուրջ մրացեմ կեսադաշտից Պաշտպանը Վարդանյանը կորցին Եսներ ստանդարտը կահարված Կորտաստակիչ կստացվի Խաչիկյան, Բարսեղյան արված իմալ Ադամյանն է պակում Արվացի ճանապարհը Գնդակին Գևորգյան Վարդանյանը հիմա շրջանցել է Եգորյանին ու կարտախտում Ինչ ավելի լավն է դիրքը, բայց շատ լավ հարված է հարկավոր, որպեսի կարողանաս այս դիրքից գրավել դարպասը, մարդաշատ է հիմա Լեոնի Տուգանային հրապարակը Բարսեղյան, բարձր է հարվածը ու 10 րոպե խաղավարտին Այսօր գոլեր չենք տեսնելու Գևորգյան, հիմա սխալվեց Աբրահամյանը, գնդակը խաղի մեջ մտցնելիս Գևորգյանն էլ իր հերթին է սխալվում Ժխարված առաջ, Հարությունյանը Չկարողնի կասիսն է գնդակը, Աբրահամյանը Կինը ժխարը արված դեպի Սախի պաշտպանները այսօր բավական վստահ դեպիմ են անցկացնում Սենյան Գնդակը Եկին խլում են Արցախի ֆուտբոլիստները Կոչիկյան, Վարդանյան, Հարությունյան Որցը վատը չէր, սակայն Ադամյանը ևս հասկացել էր մտահղացումը Ուղղացավ ճիշտ դիրք ընտրելու Թույլ չտալ, որպեսզի Սահակյան ընդունի գնդակը Սետրակյան, Վերության դերն է Ավելին ճիշտ փոխանցում է կատարում Վարդանյանը, Գևորգյան Բարսեղյանը կրկին Գևորգյան, հեռվից հարվածի փորձ Չկա ձեռքով խաղ Այս մեկ գրոյտեմ, Բարսեղյան, Վարդանյան, Սահակյան Բարսեղյանին են թողնում գնդակը ու Ակինային կլինի Սացից փոխանցում, Բարսեղյան Չպիտակ հարվածի պա ու փոխանցած դեպի աչ Անտոնյանը, Վարդանյան Բարձր էր
ճանապարհն է, բոլոր փոխությունները ինչպես նաև ճանապարհները տանում են Սեթրակյանի ուղղությամբ։ Առայժմ մենակ է Լեոնիվ Հասամարովը։ Ստանում աջակցություն իսկ մենակ երկու ֆուտբոլիստների դեմ այդքան էլ չէ, Սեթրակյան հիմա Տուգանայինից արված է Սեթրակյանը, երրորդ չորրորդ փորձը Սեթրակյանը Տուգանայինից երկին ձախողվում է։ Կողմից չես կարող մեղադրել իհարկե Լեոնի հարձակվողին, մյուս կողմից էլ պետք է ուրիշ բան մտածել, որովհետև այստեղ ուղղակի վերցնել գնդակը, փոխանցել առաջ ու փորձնել այն երրորդ չորրորդ փորձից հետո կարելի է փոխել ինչ-որ մարտավարություն, տակտիկա, սխեմա, նույն գործողությունները 30-ից ավելի րոպե հիմա Լեոնի ֆուտբոլիստներին չեն բերում հաջողության։ Եվեքյան Այլ պատմություն է Արցախի մոտ, այստեղ էլ Արցախի ֆուտբոլիստները ավելի հավաքված են գործում, ավելի հիմնային խաղ ենք տեսնում, սակայն այստեղ էլ ռեալիզացիան է զրոյական մակարդակի վրա, Խաչիկյանը, դեպի Գորոքյանը, Հանցում է Եգորյանին, հիմա էլ Սեթրակյանին ու հակում են արվածի ճանապարհը։ Կլինի Լեոնի ֆուտբոլիստները Հակոբյանը կլետի Անգամ եզրից ուժեղ փոխանցում դեպի Սեթրակյանը Բարաջ է հավատում Լեոնին հետ, բայց գործն եմ անգեմ բակա Կարգին է, կարելի է վերցել հանդիպումը Արտենյան Գնդակը, Սեթրակյան Վտանգավոր կարող է լինել, դե գրավել է պետք դար պասը Փակում է Արտենյանը Արվածի ճանապարհը Կարող էր Կոստանյանը վերջին րոպեներին հերոսանալ Բայց ոչինչ դեռ ավարտված չէ Հարցից փոխանցում է հետևում, սակայն անցնում է գնդակը բոլորի վրայով ու արված Արցախի պաշտպանող Գալբասից Խաչիկյան, կազատացություն, ավակի ավրաջ, բայց սխալվում է Խաչիկյանը Արցախի ֆուտբոլիստների մոտ էլ խոտանը բավական բարձր է Գևորգյան Մակասխան փոխանցում կատարում սակայն Հելեցին գնդակը բարս է եղան դե վերջապես կարելի է Օգելյանական 10-րդ հարված է բայց Այսքանով Չկարքին է Ասում է գնդակը
Հացինյան Ասայանը դեպի աչ է խաղում Ատանյան Բարձրից այս անգամ Ցածրից Արությունյան արված Ադամյանն է պակում Եգորյան ստացվի ակագրով ոչ Իսկ Աբրահամյանն է այս փոխանցում է Գևորքյան Գևորքյան Ադամյանն է դիրքը Արությունյան Աչ փոխանցում է դրկին պատված է Կոստանյանի կողմից Եկին այս տանդեմը Աբրահամի Սեթրակյանի փոխանցում է դեպի Կոստանյանը, բայց Վերջին վարքյանն է խաղի, իհարկե մեկ երկու րոպե կավելացնի մրցավարը Սա այդ փոխանցման փորձ Ես մեկը Կանյան մեկ Աղրված գրող է պետք հիմա Կողմերից յուրաքանչյուրին անցկացնել Որցել վերջին անգամ Գևորքյան Նարություն ունի Խաչիկյանը, այս անգամ հարվածում է, բայց շեղեր անկյունային, հանրադարձ է նկատել Ավետիսյանը ու անկյունային գիտեսնենք Վերջ սուլում է մրցավարը, չի հարցնում Արցախը անցկացնել այդ անկյունային, մեզ մոտ ավարտված է հանդիպում, գոլազուն ոչ ոքի Շնորհակալություն, որ հետևում եք հանդիպման, նախագծես ես համար մեկնաբանեց Գևորգ Մկրտչյանը կհանդիպենք Կաֆելի YouTube կանալիքում, հաջողություն